Հայոց կաթողիկե առաքելական եկեղեցին, որ մեր ազգի դավանանքն է, ուխտն է, հավերժական կնիքն է, եւ մեր ազգը անգամ ընդունեց մարտիրոսություն այդ պատճառով, ահա հիմա ամբողջ աշխարհով մեկ խայտարակված է, բարձրին իմաստով, այս AI կոչվողը, արհեստական բանականությունը, հիմա ինչպես թե իր ձեռքն է վերցրել բոլոր գիտությունները, մանավանդ նա ծաղկաքաղ է անում ամբողջ ինտերնետի վրայի գտնվող բոլոր այդ տեղեկությունները եւ ներկայացնում է աշխարհին եւ դա լինի դասախոս թե ուսանող թե հասարակաքաղաքացի, որ ուսումնասիրում է մի թեմա, ահա նրանք օգտագործում են AI եւ ինչ է ասում այս AI-ը հայոց եկեղեցու մասին. ասում է, որ դա կոպտիկ եկեղեցի է արևելյան, միաբնակ եկեղեցի է եւ ահա ինքնուրույն անկախ եկեղեցի է։ Ցույց տվեք մեր որ սուրբն է գրել, որ Քրիստոսի երկու բնությունները խառնված են իմի, որպես մեկ բնություն աստվածային։ Ցույց տվեք, խնդրում եմ, ով է գրել դա։ Եվ ասում է, որ Աննանայիդ Փայտյանի թարգմանությունները լուսավորչի շնորհալու մեր հայոց առաքելական այսօրվա եկեղեցին չի ընդունում, ասելով, որ դա առաքելական հայ եկեղեցու դավանաբանությունը չէ։ Ուրեմն դուք ասում եք, ես չգիտեմ որտեղ եք գրել, ինչպես եւ ահա ամբողջ աշխարհում այս տեղեկությունները տարածվում են։ Դուք ասում եք, որ շնորհալի նարեկացին նաեւ իմ թարգմանությունների մեջ նաեւ մանդակոնի նարեկացի է մտնում եւ լուսավորիչը հայ առաքելական եկեղեցու հետ կապ չունեն։ Հաստատ ուրեմն կապ չունեն։ Բա ով է ձեր եկեղեցու հիմնադիրը եւ սուրբը, բա ինչու եք դուք գրավել մեր առաքելական ուղղափառ կաթողիկե հինավուրց 5-րդ դարից սկսած մեր եկեղեցիները, գնացեք աշտարակ, տեսեք այդ քանդած, որ բոլշևիկները եւ թուրքերը քանդել են, ամեն մի գյուղի մեջ կար եկեղեցի, բոլորը քանդված, այսօր աշտարակում է, գնացեք նայեք, ինչ է գրված դրանց վրա։ Հայոց կաթողիկե եկեղեցի, որ նշանակում է իրենք հաղորդության մեջ են եղել Հռոմի հետ։ Եվ ինչ պատահեց հիմա։ Հիմա սովետի ժամանակ չէին ասում, որ մենք միաբնակ հերձվածող ենք։ Եվ նորից եմ ասում, մեր ոչ մի սուրբը դա չի ասում։ Իսկ եթե դուք բերում եք միաֆիզիս տեսությունը, Գյուրեղ Ալեքսանդրացու, ըստ Արիստոտելի ֆիզիս նշանակում է ֆիզիոլոգիա, եւ Գյուրեղ Ալեքսանդրացին դա գրեց Նեստորի դեմ, որը ասում էր Քրիստոս ունի երկու անձ։ Եվ նա ասում է, ոչ, Քրիստոս ունի մեկ անձ, լոգոսը, մարդացած լոգոսը ունի մեկ անձ, սա է ասում, այդքանի դար պիտի դուք տգետ մնաք, այդքանի դար դուք պիտի չհասկանաք, որ հոգին եւ մարմինը տարբեր են, Քրիստոսի աստվածային հոգին չէր կարող լինել միացյալ իր մարմնի հետ, որովհետեւ այդ դեպքում, ինչպես մեր հոգին միացյալ չէ մեր մարմնի հետ, նույնպես իր Սուրբ հոգին միացյալ չէ մարմնի հետ, նրանք միասին են, ինչպես Գյուրեղ Ալեքսանդրացին է ասում, հիպոստատիկ էական միավորության մեջ են, ինչպես մարդը եթե ապրում է, եւ նրանք խառնված չեն։ Լավ, ես չեմ հասկանում, սա բարձրագույն մաթեմատիկա է, որ դուք խայտարակում եք մեր ազգային հոգին, կարող եմ ասել, որն է մեր եկեղեցին։ Եվ հատկապես ինձ վիրավորում է հենց այդ բառերը, որ ես կարդացի այս մեկնաբանությունների մեջ, անալիզի մեջ AI-ի, որ ահա հայոց հայ առաքելական եկեղեցին չի ընդունում լուսավորչին եւ բոլոր այն թարգմանությունները, որ կատարել է Աննանայիդ Փայտյանը։ Գիտեք ինչ, ես լսեցի, որ ձեր տգետները, որ անգամ էլեմենտար կրթություն, նա ես դա հայագետ եմ եւ լեզվագետ եմ եւ գրափարը անցել եմ որպես իմ դիպլոմային աշխատանք, որը հավասարազոր է PhD այստեղ։ Այսինքն թե լավագույն գիտնականները հայոց այն ժամանակվա ակադեմիայի դասավանդել են ինձ եւ բացի այդ
ոչ մեկը չի կարող լուսավորիչ կարդալ, եթե նա աստվածաբանության խորությունները չի հասկանում։ Եվ ես լսեցի, որ մեկը ասել է, որ այս թարգմանությունները, իմ թարգմանությունները շեղված են եւ կապ չունեն բնագրի հետ, որից հետո ես անմիջապես հրատարակեցի նաեւ իմ թարգմանությունը բնագրի հետ։ Դե խոսեք բա, այդ ինչի մեկը ցույց չեք տալիս իմ սխալները։ Կամ ես, որ ամբողջ կյանքում ցանկած արցունք եմ թափում իմ ազգի համար, ինձ թույլ կտամ սխալ բան գրել այնտեղ, կյանքս եմ ներդրել, տեսողությունս եմ կորցրել այդ աշխատանքների վրա։ Եվ ահա այսօր ես տեսնում եմ, որ հայ առաքելական կոչվող եկեղեցին խայտառակված է աշխարհով մեկ։ Հերետիկոսներից ավելի ցածր եք դուք ուրացողներ եք, եւ Աստված ձեզ չի ներելու դա։ Աստված չի ներում ուրացումը, եւ ահա ես այստեղ եմ շամպես հաչալու, ասելու որ ուշադիր գայլ է։